Ինչ վերաբերում է առհասարական նրանց փողոցային պայքարներին, իդեպ Ռոբերտ Քոչարյանն ասում էր նախընտրական շրջանում, որ եթե նրանց քվեները գողացվի, եթե ընտրությունները կեղծվեն, ապա նրանք փողոց կգեներացնեն եւ հեղափոխություն կանեն։ Հիշում եք հայտնի արտահայտությունը։ Նրանք չարեցին, որովհետեւ ոչ քվե է գողացվել, ոչ ընտրություն է կեղծվել։ Սա է լավագույն գնահատականը։ Այդ նույն Սամվել Կարապետյանը, որին մեջ բերում եք, ասում էր, որ ուժեղ հանրահավաք է սպասվում հայ-հայե։ Իսկ նրանց ուժեղ հանրահավաքը սահմանափակվեց կրկեսի կիսադատարկ դահլիճում անցկացրած փոքր խմբակի հետ հանդիպմամբ, այսինքն նրանց գործողությունները եւ եկած եզրակացությունը ամեն ինչ ասում է։ Ես հիմա նորից որ սա մեկնաբանում եմ, որոշները կարող են ասեն գլուխ է գովում, չգիտեմ ինչ, նրանք իրենց պատասխանը տվել են։ Թողեք մնանք հանգիստ, պարոն Կիրակոսյան, եւ համեստ։ Փոքր խմբակ, դուք իրենց եք ասում փոքր խմբակ։ Դե տեսանք, չէ՞։ Տեսեք, ուժեղ հանրահավաքի մասին հայտարարող ուժը արեց հանդիպում կրկեսի շենքում, կիսադատարկ դահլիճում։ Կիսադատարկ, ես այդ լուսանկարը անգամ հրապարակել եմ իմեջում, կիսադատարկ էր, գրեթե կիսադատարկ էր, կարող է մի կիսադատարկից մի քիչ ավելի, բայց մի դահլիճ ընդամենը։ Եթե սա փոքր խմբակ չէ, ինչ է։ Մեր բոլոր հանրահավաքները նախընտրական շրջանում անցել են բազմամարդ, մի քանի հազար հոգանոց, ամեն մարզում մենք հանրահավաք ենք ունեցել, մեծ հանրահավաքը դուք ինքներդ տեսաք, որ Հանրապետության հրապարակը լեփլեցուներ, իսկ այդ ուժերը, որոնք ուժեղ հանրահավաքների մասին են խոսում, անգամ ռիսկ չարեցին, հա, ինչ որ մեծ հրապարակ գոնե կիսով չափ լցնելու, որովհետև այն էլ հայտարարություններից եւ հրապարակումներից հակակոպություն կոմիտե մենք տեսնում ենք, չէ՞, ոնց են իրենք ժամը 3-ին խանութի մոտ կլինես, բան այդ փողի մեջ բոնուս էր էլի ամել հանրահավաքի տանելը ընտրություններից զատ։ Տեսել ենք ոնց են այդ մարդկանց բերել։ Այդ մարդիկ էլ ասում են մենք կապ չունենք, ուղղակի ստեղ կանգնած ենք, չէ՞, տեսնում եք որ անգամ իրենց հանրահավաքի եկած մարդիկ խուսափում են իրենց հետ առնչվելուց։